Պարոն Քոչարյան, ձեր մատնանշածը բարեկարգության հետ կապ չունի, նկատի եմ դուք մատնանշեցիք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մի որոշում եւ իրավական գործընթացներ, որոնք դուք մեկնաբանում եք այնպես, ինչպես դուք եք մեկնաբանում, ես համաձայն չեմ ձեր մեկնաբանության հետ, բայց դա բարեկարգության հետ կապ չունի, ես չեմ առաջարկում համաձայն լինել ամեն ինչի մասին, ես ընդհանրապես առաջարկում եմ լինել բարեկիր, ես ձեր գնահատականների հետ համաձայն չեմ, ես կարծում եմ, որ Հայաստանում գործում է օրենքը եւ մեր իրավապահ մարմինները, դատական մարմինները աշխատում են համապատասխանաբար։ Իդեպ հետաքրքիր է, որ դուք քանի որ ձեր հարցի մեջ եւ բարեկարգության մասին խոսեցիք եւ քաղաքական ճնշումների, եթե ես ճիշտ եմ հասկանում։ Տեսեք, ըստ իս օրինակ քաղաքական ճնշումներ հիմա չկան, բայց ես գիտեմ ինչ է քաղաքական ճնշումը, որովհետեւ օրինակ 2008 թվականի մարտի 3-ին, երբ որ ձեր հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, եթե չեմ սխալվում, մարտի 3-ին մեր դուռը ծեծեցին ԱԱԾ աշխատակիցները եւ սկսեցին մեր տունը խուզարկել, հետո հորս հրավիրեցին ԱԱԾ, ուղղակի հրավիրեցին, ինքը գնաց եւ այլևս չեկավ 3 ամիս, որովհետեւ իրան ձերբակալեցին եւ կալանավորեցին եւ մեղադրանք առաջադրեցին պետական իշխանության բռնազավթման մեղադրանքով։ Իհարկե ինքը կատարելապես անմեղ էր, որովհետեւ այդպիսի փորձ ընդհանրապես տեղի չէր ունեցել, ինքն էլ առավել եւս ոչինչ, այսինքն ղեկավար կազմում չէր եղել այդ հանրավակների, եւ ինքը 3 ամիս քաղբանտարկյալ էր, 2.5 կամ 3։ Եվ արդյունքում գործը փլվեց եւ կասեցվեց քրեական գործը, նա ազատ արձակվեց։ Ես գիտեմ, որ նա բռնաճնշում է։ Իսկ բարեկարգությունը նույնպես գիտեմ, որ նա բարեկարգությունն է, որ այդքանից հետո այն որ ասում եք, չէ, բա մեր կալանավորված ընկերները, նրանց երեխաները, հայրերը, ես իմ 18-ամյակը դիմավորել եմ իմ հոր կալանավորված վիճակով։ Եվ բարեկարգությունն այն է, որ իմանալով, որ ամենայն հավանականությամբ ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել, եւ իմանալով, որ պարոն Կարապետյանի հայրն էլ այդ ժամանակ իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, ես միևնույն է կարծում եմ, որ ես պարտավոր եմ ձեզ հետ շփվել պարզ մարդկային պարկեշտության եւ բարեկարգության սահմաններում եւ իմ անհամաձայնությունը հայտնել նման ոճով։ Շնորհակալություն։ Նիկոլ, այսօր քո վերջի օրն է, որ դու լեգիտիմ երկրի ղեկավարն ես։ Վաղմանից դու այլևս ոչ լեգիտիմ ղեկավար ես լինելու։ Եվ քո բոլոր գործած մեղքերին ավելացնում ես եւս մեկը։ Լավ կլինի, խելոք, վաղը չդնես քո տեխնացությունը ու հեռանաս, որ արդարադատության պատժին արժանանաս, որ Աստծո պատժից ավելի մեղմ է, չնայած դու Աստծո պատիժն էլ ես ստանալու։ Երբ որ դու վերանաս, հեռանաս քո պոստից, առաջի քայլը, որ մենք կանենք մեր քաղբանտարկյալ ընկերներին, Ավետիք Չալաբյանին եւ մնացած քաղբանտարկյալներին կազատենք, որոնք ընդամենը քո կմահաճույքի զոհն են, որովհետեւ իրանք հայրենասեր են ի տարբերություն քեզ։ Դրա համար լավ կլինի, այսօրով ավարտենք այս ամեն ինչը, թող մեր հայրենիքը մեզ մնա։ Երկրորդ բանը, որ անենք, պետք է մեր գերիներին վերադարձնենք։ 6 տարի է իրանք ամենադաժան պատժին են արժանացել։ Իրանք պետք է վերադառնան, իրանք էլ մեր քաղբանտարկյալների պես արդար հայեր են, որոնք իրանց հայրենիքի համար պատժվում են, հայրենասիրության համար պատժվում են։ Երրորդ բանը, որ անենք, մեր բանակը պետք է վերականգնենք շատ արագ, որովհետև դու մեր ոսոխին հասցրել հենց Խուստուփի լանջերին։ Դրա համար դու պետք է գնաս, որովհետև մենք նժդեի ժառանգներն ենք ու քո նմանը չպետք է կարողանա այս երկրի ղեկավարը լինի։ Մեզ բավարար էր քո այս 8 տարիների գործած հանցագործությունները։ Գնա քո տերերի մոտ, եթե ուզում ես չնստես բանտում, եթե չէ պետք է մնաս ու արդարադատության դատին արժանանաս։ Մենք չունենք հայրենիք, որը դու ամեն օր կրճատում ես, քո ամեն մի օրը մեր հայրենիքի մի մասը տանում է մեզանից։ Դու պետք է չլինես, որ այս հայրենիքը բարգավաճի, սիրունանա, ուժեղանա, մեծանա։ Եթե դու չլինես, մենք կհասնենք դիվանագիտական ճանապարհով նրան, որ մեր Արցախը կվերադարձվի մեր արցախցիներին։ Մենք էլ իրավունք կունենանք հանգիստ մտնենք, ոնց որ առաջ։ Գնա, որ էլ զինվոր չզոհվի, գնա, որ էլ հղիներ չսպանվեն, գնա, որ մենք սկսենք ապրել, քանի դու կաս դու մահն ես։ Դու մեր վկայականն ես մանգալի պետության, բայց դու մեր պետության մահվան վկայականն ես։ Դու մեր ժողովրդի մահվան վկայականն ես։
Գնա, այսօրով թող ավարտվի քո պատմությունը։ Մելիք Ֆրանգյուլյան պատմությունը, էլ չպետք է լինեն Մելիք Ֆրանգյուլներ ու Նիկոլ Փաշինյաններ։ Ինչ անենք, չանենք բարեգործություն, իրապես բռնենք մարդ բռնել տանք ամբողջ օրը, երեխեքին առանց հեր մի քանի ամիս թողենք, հա, ինչ անենք։ Մարդ բռնել տանք ամբողջ օրը իրապես, որ լավ զգանք, որ ինքը ասի էդի լավ է։ Իրապես պետքա ուղակի նստեինք հայկական ժամանակի գրասենյակում ու բոլորի անունով բան գրեինք, թե ինչ որ քայլ անեինք։ Ինքը դեռ հարկերի առումով խնդիրներ ունի, շատ լրատվամիջոցներ էս բային այդ խնդիրները չունեն։ Ինչ վերաբերվում է մոտեցմանը բարեգործության, իրպես լինենք մենք, մարդ բռնել տանք, որ իրան դուր գա։ Ինչ է իր ուզածը, ինչ է իր երկրում բարեգործությունն է, այն երկրում, որտեղ ինքն է ապրում։ Դրա մեջ ասում եմ, միտեղ գնացի դարպասները վատ էր։ Հայկական ժամանակի դարպասները տեսել եք։ Թող գնա հայկական ժամանակի դարպասներով զբաղվի։ Այն ինչ որ Իրանը չի։ Իմը չի, Իրանն էլ չի։ Սեփականությունը այդ գործարանի, որը ինք ուզում է պետականացնի, Իրանը չի էդի, պետությանն էլ չի, ամենալավ մարդունն էլ չի, իմն էլ չի, այդ գործանի սեփականատիրոջն է։ Այո, ու ընդհանրապես մարդու ունեցվածքը, այդ մարդու սեփականությունն է։ Սեփականազրկենք մարդկանց։ Իրապես գնանք սեփականազրկենք, ինչ է իր ուզածը։ Այս ամբողջ process-ի մեջ ինքը ուզում է բոլորս իրապես լինենք, որ նստենք ու ընդհանրապես ուրիշներին ասելուց առաջ ինքը մի հատ Իրանը թող նայի։ Ասում եմ զանգել եմ, ասել եմ դարպասները բանը, դարպասները լավը չի։ Հա մի հատ հիշի որտեղ ես դու աշխատել, քո դարպասները հիշի։ Այդ մարդը 100 հատ սարքել է։ Քաղաքականապես ոնց ուզում ես վերաբերվի։ Բայց 100 հատ տենց բան է սարքել։ Բարեկարգել է գործարը, մի անուն դիր։ Ամեն ինչին դնում անուն է դնում։ Քանի անգամ ենք մենք լսել, որ Հայաստանը շանս չունի, որ Ադրբեջանը նավթադոլարներով գերզարգացած երկիր է դառնալու ու տարածաշրջանի ամենաուժեղ երկիրն է լինելու։ Մենք հավատում ենք հակառակի մեջ, որ Հայաստանը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ավելի փոքրացնելու է ճիշտ աշխատանքի դեպքում, ուժեղ կառավարության դեպքում փոքրացնելու է այն տարբերությունը տնտեսական, որ ունենք Ադրբեջանի հետ։ Ինչպես դուք կհարցնեք, պատասխանեմ այսպես. Ադրբեջանի ընդհանուր արտահանման 90%-ը նավթն ու գազն է։ Բյուջեի կեսը նավթն ու գազն է բերում։ Իսկ գիտեք, թե ինչքան նավթ է արդյունանում Ադրբեջանը։ Օրեկան 500,000 բարել։ Բարելը դա տակառն է, նավթը տոննայով չեն հաշվում, տակառով են հաշվում պատմականորեն։ 500,000 բարել։ Իսկ ինչքան էր Ադրբեջանը արդյունանում 7 տարի առաջ։ 750,000 բարել։ Այսինքն 30% անկում է ապրել արդյունանում Ադրբեջանի նավթի 7 տարվա ընթացքում։ Ինչ է կատարվում աշխարհում նույն ժամանակաշրջանում։ Աշխարհում այսօր սպառվում է 106 միլիոն բարել նավթ օրը։ Բայց 6 տարի հետո ամեն տարի աճում էր սպառում է մինչև վերջերս։ 6 տարի հետո էլեկտրական տրանսպորտի մասսայականացման արդյունքում 108-109 միլիոն բարելից հետո սկսելու է կայունանալ եւ անկում ապրել նավթի արդյունանումը։ Դա նշանակում է, որ նոր նավթային երկրները սկսելու են գներ գցել։ Դա նշանակում է, որ էժանանալու է նավթի գինը, որից է կախված է ինչ-որ չափով նաեւ գազի գինը։ Իսկ ինչ անելու այդ ժամանակ Ադրբեջանի կառավարությունը, որը ամբողջությամբ կախված է նավթից ու գազից, որը չի ստեղծել նոր արդյունաբերական հիմնարկներ, չի զբաղվում իր արդյունաբերական զարգացմամբ, չի ստեղծել ինկլյուզիվ տնտեսություն։ Կարող եմ ասել, սկսելու է հետ ընկնել մեզանից։ Իսկ ինչ է պետք մեզ անել, որպեսզի առաջ անցնենք, օգտագործելով մեր սփյուռքի պոտենցիալը, մեր ազգային պոտենցիալը, ես կներկայացնեմ հաջորդ մեր խոսակցությունների ժամանակ։